Հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա, ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ։ Մեկ օրում ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ՝ Ազատություն, Կայունություն, Ժառանգություն եւ ՀԺԱՄ կուսակցությունները։ Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ գործող իշխանությունն իր պարտվողական եւ ուրացող քաղաքականությամբ Հայաստանը կանգնեցրել է կործանման եզրին եւ դեռ շարունակում է իր վտանգավոր նահանջի, համակերպման եւ ուրացման ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։ Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն։ Այն հնարավոր է իրականացնել միայն հանրության եւ քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։ Ստեղծված իրավիճակում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը դիտարկելով որպես համախմբման եւ պետության վերականգնման առանցքային ուժ, ՀԺԱՄ-ը հայտարարել է, որ սատարում է հենց Կարապետյանի առաջնորդած ուժի։ ՀԺԱՄ-ի աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին։ Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին, հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ եւ հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։ Այսպիսով ի գործ դեպի ուժեղ Հայաստան։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Կայունություն կուսակցության վարչությունը, նշելով, ելնելով գաղափարների եւ մոտեցումների նույնությունից, ինչպես նաև ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից կսատարի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին։ Ցանկալի փոփոխությունների հասնելու համար երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ սխալներից ու գայթակղություններից։ Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Հորդորում ենք Կայունություն կուսակցության անդամներին ու համակիրներին կատարելով քաղաքացիական պարտքը ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ քվեարկել ուժեղ Հայաստան կուսակցության ընտրացուցակի օգտին։ Ազատություն եւ Ժառանգություն կուսակցությունները եւս տարբեր ձևաչափերով միացել են նույն օրակարգին։ Ուստի աջակից են դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը, բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը։ Քաղաքական ուժերը վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից եւ առաջնորդել դեպի ուժեղ ապագա։